Երևանի բժշկական կենտրոն դիմել են 3 տղամարդ, ուրեմն առաջինը Մելքոնյան Արայիկ, 2000 թվականից ծնված տղա, որը ունի նախաբազկի կոտրվածք։ Հիմա ինքը գտնվում է գիպսային անշարժություն կատարվել, ցավազրկվել է հիվանդը, համապատասխան հետազոտություններ են կատարվել եւ հիմա այս պահին գտնվում է հիվանդասենյակում։ Մյուս հիվանդը Մելքոնյան Արայիկ 90 թվականից ծնված, որի մոտ կա ձախ ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք առանց ոսկրային դեֆեկտի, առանց ոսկորների վնասումի եւ ունի գլխին պատրած վերք։ Տվյալ պահին հիվանդը գտնվում է վիրահատարանում եւ կատարվում է առաջի վիրաբուժական մշակում տեղային ցավազրկման տակ։ Եվ երրորդ հիվանդը Մելքոնյան Մելիքը 46 թվականից ծնված, 1946 թվականից ծնված, 64 թվականից ծնված, որը ունի կտրած ծակած վերքեր մեջքի շրջանում եւ որի կապակցությամբ նույն այս պահին կատարվում է առաջի վիրաբուժական մշակում վիրահատարանում։ Երևի վիճակն է գնահատում ենք կայուն եւ կարծում եմ այդ վիրաբուժական մշակումներից հետո իրանք կտեղափոխվեն հիվանդասենյակ։ Այո, 3-ն էլ ընդունվել են պարզ գիտակցությունով։ Նրանք նույն ընտանիքի անդամներ են դուք։ Ես ճիշտն ասած չգիտեմ, իրանք նույն ընտանիքի անդամներ են։ Ինչ հանգամանքներում են վնասվածքները ստացել։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ այդ հարցերը ինձ չվերաբերվող հարցեր են։ Երկարատև բուժում են նրանց հարկավոր, թե կար ժամանակահատվածում։ Կարծում եմ մեկ շաբաթվա մեջ մենք կկարողանանք իրանց վերականգնել եւ իրանք կվերադառնան իրանց տները։ Հիմա երկրորդ դեպքը հրազեն է, ճիշտ է։ Այո, հրազենային վնասվածք է, թափանցող ոտնաթաթի, առանց ոսկրների վնասման եւ արվում է միայն վիրաբուժական մշակում։ Այսինքն դա ուղղակի վերքի մշակումն է եւ դրանից հետո դրվում է վիրակապ մաքուր եւ հիվանդը տեղափոխվում է հիվանդասենյակ։ Մենք կարող ենք տեսնել իրենց։ Կարծում եմ այսօր ոչ, որովհետեւ հիմա այս վիրաբուժական մշակումներից հետո չեմ կարծում ճիշտ է նկարահանումներ կատարել։ Պարզապես մեծ հնչեղություն ունի գործը, մենք ուզում ենք հիվանդների։ Ես հասկանում եմ, բայց այս պահին իրանք գտնում են վիրահասարանում, ոնց եք պատկերացնում։ Մեկը հիվանդասենյակում է, մի քիչ կայունանան, նոր այդ ժամանակ կարողանանք, էլի։ Այս պահին խորհուրդ չի տրվում, որովհետև այս պահին հիմա բժիշկները իրենց վրա աշխատում են եւ ես գտնում եմ նպատակահարմար չի։ Հարգականներից եք, Եթե կարելի է, կարճելի խնդրում ենք։ Խնդրում ենք։ Այո։ Ես եղբայրն ընդամենը եկել ենք տեսնելու։ Խնդիր չկա, իհարկե։ Միջադեպի մասին տեղյակ չենք։ Այո։ Բայց կասենք, որ դեպք է եղել, որը հարյուր չէ, այսօր որ կատարվում։ Դուք եք ջրառատցի։ Ջրառատ գյուղից են։ Բայց գիտեք ինչ է եղել գյուղում։ Գիտեմ, որ վնասվել են։ Ով արի, ով չի արել, տեղյակ չեն հիմա։ Նույն ընտանիքի անդամներ են, եղբայրներ են, թե Երեքն էլ նույն ընտանիքից են։ Մելքոնյան Հակոբ, Մելքոնյան Մելիք, Մելքոնյան Արայիկ։ Մելքոնյան Մելիքի որդին է Արայիկը։ Հակոբը Մելիքի եղբոր տղան է։ Իսկ իրենք մասնակցել են այդ Քաղաքական բացվածը թե ինչա չգիտեմ։ Ասում են վիճաբանությունը դպրոցի բակում է սկսվել, դուք ովետեղեկություններ ունեք, այսինքն սկզբում դպրոցականներից Տեղակ չեմ, եթե տեղակների չի ստից։ Դուք ինչ ազգանան եք իրենց։ Նաև խավոր։ Դուք Երանոսյանների հետ գյուղում խնդիրներ ունեք։ Ես չունեմ։ Լարվածություն իրենք Մելքոնյանները։ Ես չգիտեմ խնդիրներ, եթե կան, ինչ-որ մի խնդիրներ կան, կպարզաբանվի, մի քիչ ուշ։ Իսկ Երանոսյանները այդպիսի խնդիրներ հաճախակի են գյուղում ստեղծել կամ որևիցե այդպես խոչընդոտ խնդիրներ, չգիտեմ, անախորժություններ նրանց կողմից։ Անախորժություններ ես չեմ նկատել։ Մենք ընդհանրապես Երանոսյան Լևան իմ դասընկերն է եղել։ Ուրիշ բան ես չեմ կարող ձեզ ասել։ Այսինքն մի բանից որ տեղակ չեմ, հիմա մի բան ասեմ, սուտ լինի։ Լավ, հիմա ջրառատում լարված է իրավիճակը, ինչ տեղը։ Չէ, ասի, որովհետև մի գյուղ, մի համայնք, կհասկանանք իրար, կճշտվի, կդզվի, որովհետև երևի երիտասարդ են, մի քիչ տաքարուն են, չգիտեմ, ինչ որ մի բան եղել է, բայց
Քաղաքականապես կարգավորել, Ձեր ակտիվ գյուղում են մարդիկ եղել։ ազատ կարող են գնալ ընդդիմադիրների հանրահավաքներին մասնակցել։ Դա վարչապետին հարցրեք։ Այսօր մեզ հույս է տվել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հա չէ, դե բայց դուք Մեր վարչապետը ամեն ինչ ասել է, որ լավ է լինելու։ Դուք հավատում եք։ Ես հավատում եմ դրան։ Դրա Ո՞ւմ է համար ասել, ձեզ հետ է Չէ, ինձ հետ չի ասել։ Պրոստը բոլորս գիտենք, մենք ծափ ենք տալիս, որ ողջունում ենք, որ մեր երկրի վիճակը մի քայլ առաջանալու, մի քայլ հետ չի գնալու։ Իսկ այդ երիտասարդները քաղաքականապես ակտիվ են եղել եւ առանձնացել են իրենց հայացքներով ընդդիմադիր։ Չէ, նոր ինչ որ մի շարժում եղավ, երևի ինչ որ մի բան եղավ։ Երևի դրանից Ռաֆի Օսկանյան դաշինքի մասին։ դե դրանից է սկսվել բոլորը տեղակ եք, իսկ մի Ահա շարժում է եղել հետո։ Ձեր անազգանունը կասեք։ իմ անուն ազգանում Մերքոնյան ռազմիկ։ Ես Պարոն Մերքոնյան, ձեր գյուղապետը- երբևիցե որևէ մեկի հարցի չեմ պատասխանել, բայց հիմա բռնացրիք, բայց ոչինչ։ Կանստի ցանկանում եմ բոլորին առողջություն առաջներդ, որ այսպես բաներ չլինի։ Всё։ Պարոն Մերքոնյան, միջադեպից հետո գյուղապետին հնարավոր չի լինում գտնել։ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք։ Ես չունեմ, չեմ տեսել, ես մի անգամից քաղաքում եմ եկել եմ ստեղ։ Ես գյուղից չեմ եկել, քաղաքում եմ իմացա եկա։ Հա դուք այնտեղ չեք բնակվում։ Ուզում եք վարձանակ վերև նոր խոսեք, նկարիչ։